Երեք ընդամենը մի քանի րոպեով մայրաթոր եկած ու կաթողիկոսի հեռացման պահանջով նամակ փոխանցած բարձրաստիճան հոգևորականներին ոչ թե հավատացյալներն էին ուղեկցում, այլ քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնք թույլ չէին տալիս, որ անգամ լրագրողների խոսափողը մոտենա հոգևորականներին։ Տասնյակ տղամարդիկ ոչ ներկայանում էին եւ ոչ էլ պարզաբանում, թե ինչ հիմքով էին նման գործողության դիմում։ Դուք ով եք Նրանք անընդհատ կոպտորեն հրում էին լրագրողներին, որոնք փորձում էին հարցեր տալ։ Հրմշտոցի հետևանքով անգամ վատացավ լրագրողներից մեկի ինքնազգացողությունը, որին պարեկային ծառայության մեքենայով ավելի հանգիստ վայր տեղափոխեցին։ Ինչը։ Վերաբերմունք։ Ինչ վերաբերմունք։ Ես հիմա ներողություն էլի։ Ազատությունը նույնականացրել է քաղաքացիական հագուստով այդ անձանցից մի քանիսին ու պարզել, որ նրանք ուժային տարբեր ծառայություններից էին։ Դուք ով եք, որ հրում եք, ժողովուրդ, ով եք։ Երեք առաջին շարքում մյուսներին հրահանգներ տվողն ազգային անվտանգության ծառայության աշխատակից էր, որն ամիսներ առաջ մասնակցում էր Բագրատ arczepiskopos Գալստանյանի ձերբակալությանը։ Կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին ուղեկցող սև հագուստով մյուս տղամարդը ժամանակին կարմիր բերետավորների շարքերում էր։ Տեսախցիկները նրա դեմքը բողոքի տարբեր ակցիաների ժամանակ են ֆիքսել։ Նրանց շարքերում նաև ոստիկանության օպերատիվ ծառայողի ենք նույնականացրել։ Այդ տղամարդուն կարելի է տեսնել քրեական հանցագործությունները լուսաբանող Shamshan.com կայքի մի քանի հրապարակումներում։ Իրավական ինչ հիմքով էին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները լրագրողների աշխատանքը խոչընդոտում, ինչ գործ ունեին այնտեղ օպերատիվ աշխատակիցները։ Այս հարցերին երեկվանից այդ կառույցներից պատասխաններ չկան։ Ազգային անվտանգության ծառայությունից ասացին՝ գրավոր դիմեք։ Ինչ հիմքով էին նրանք այդտեղ ու Ռոբերտ ջան, ես կխնդրեմ ձեր հարցը գրավոր ուղարկեք, սահմանված ժամկետում կպատասխանենք։ Դուք եք նույնականացրել, որ ԱԱԾ աշխատողներ են։ Այո, մենք ենք արել։ Դե խնդրում եմ ուղարկեք ձեր հարցումը, սահմանված ժամկետում կպատասխանենք։ Երեք ոստիկանապետ Արամ Ղազարյանը կծկտուր պատասխաններ էր տալիս, խուսափելով հստակեցումներից։ Մի շարք միջոցառումների ժամանակ լինում են ծառայողներ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են իրենց ծառայությունը իրականացնել քաղաքացիական։ Ոստիկանապետը չհերկեց, գուցե ուժայինները բիրտ են գտնվել, ասաց մինչև չտեսնի չի կարող ասել։ Մայրաթոռում 3 տեղի ունեցածից արդեն ավելի քան 24 ժամ է անցել։ Դիմեցինք ներքին գործերի նախարարություն հետաքրքրվելով, ծանոթացել է արդեն ոստիկանապետը տեսանյութերին, որպեսզի մեկնաբանություն տա։ Նաև հարցրել ենք պաշտոնապես հաստատում, թե հերքում են, որ այս տղամարդկանց շարքում ոստիկաններ կային։ Խոսնակը միայն ասաց՝ գրավոր դիմեք։